of the Zangezur corridor. This is a corridor linking Azerbaijan through southern Armenia to Turkey. And whilst there are obviously implications, good implications for increasing trade, there is some doubt whether the creation of this corridor is as much in the interests of Armenia as Azerbaijan. So could you tell us the main differences in your understanding of the Zangezur corridor between Armenia and Azerbaijan? Thank you. Prime Minister, would you like to respond? Շնորհակալ եմ։ Գիտեք, Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը իրենք ծավալուն չեն։ Եվ այնտեղ ընդունված փաստաթղթերը եւ հռչակագիրը ընդամենը մեկ էջ է 5 կետերով։ Եվ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակը նույնպես ծավալուն չէ, եւ ես կխնդրեի բոլոր այն գործընկերներին, ովքեր հետաքրքրված են թեմայով կամ առավել եւս պատրաստվում են հրապարակային խոսել այդ թեմայով, բացարձակապես դժվար չի այդ մեկ էջանոց պլյուս մի քանի էջ փաստաթուղթը կարդալ։ Իսկ ինչ կիմանանք մենք այդ փաստաթուղթը եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Եվ ես ասում եմ, ես վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա անդրադառնալ այս խնդրին, որովհետև տեսեք, ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցա եւ արձանագրեցի, ընդ որում նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին եւ արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։ Հետևաբար նրանք, ովքեր օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը,